Մարդու իրավունքները ծագում են նրա ծննդյան պահից եւ դառնում են նրա գոյության ու զարգացման անհրաժեշտ նախապայմանը։ Մեր երկրի սահմանադրությունն ամրագրել է, որ 37-րդ հոդվածի համաձայն երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան։ Յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ եւ անմիջական շփումներ պահպանելու իրավունք։ Պետությունը երաշխավորում է երեխաների իրավունքների առաջնային պաշտպանությունը։ Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրվել է երեխայի իր իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության իրավունքը, որը երեխայի մյուս իրավունքների իրականացման կարևոր երաշխիքներից է։ Ամուսնալուծված տղամարդու նախկին կինն առանց իր համաձայնության երեխայի հետ մեկնել է արտերկիր։ Տղամարդը դիմել է պետական իրավասու մարմիններին, սակայն չի ստացել իրեն բավարարող աջակցություն։ Նա գրավոր դիմում է հասցեագրում մարդու իրավունքների պաշտպանին։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը սկսում է երեխայի իրավունքների խախտումների վերաբերյալ դիմում բողոքի ուսումնասիրության եւ քննարկման ընթացակարգ։ Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ պետական մարմնի կողմից չեն ձեռնարկվել անհրաժեշտ միջոցներ, ինչի արդյունքում երեխան զրկվել է իր ծնողների հետ շփվելու, նրանցից յուրաքանչյուրի հոգատարության արժանանալու եւ իր ծնողներից դաստիարակություն ստանալու հնարավորությունից։ 2015 թվականին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունները հիմք հանդիսացան երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանի գործառույթների հստակեցման համար։ Մասնավորապես, Ազգային ժողովի կողմից արդեն իսկ ընդունված նոր կարգավորումներով պաշտպանն իրականացնում է երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում եւ պաշտպանություն։ Մեր հիմնական գործառույթները իհարկե օրենսդրության վերլուծությունն է, սակայն մենք նաև պատասխանում ենք անհատական դիմումներին։ Դրանք հիմնականում ամուսնալուծության ժամանակ, մինչև ամուսնալուծությունը եւ արդեն ամուսնալուծությունից հետո երեխաների խնամակալության խնդիրն է, ավելի շատ այդ հարցով են մեզ դիմում, քանի որ շատ դեպքեր կան, երբ համ մայրերը, համ հայրերը երեխաներին որպես զենք են օգտագործում իրենց հարաբերությունների ժամանակ եւ իհարկե այստեղ տուժում են երեխաները։ Երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը բոլորովին նոր ստորաբաժանում է պաշտպանի աշխատակազմում։ Այն հիմնվել է 2016 թվականի հունիսին։ Ընտանիքում ապրելու եւ մեծանալու երեխայի իրավունքի իրականացմանը նպաստելը բաժնի հիմնական խնդիրներից է։ Համեմատաբար կարճ ժամանակահատվածում երեխաների իրավունքների պաշտպանության բաժինն ուսումնասիրել է նաեւ Հայաստանում երեխաների իրավունքներին առնչվող մի շարք հիմնախնդիրներ։ Օրինակ, փոքր մհեր կրթահամալիրում երեխաների իրավունքներին առնչվող մտահոգիչ երևույթները։ Մենք երկու անգամ այցելեցինք եւ որոշակի խնդիրներ վերհանեցինք, որի մասին նաեւ մարդու իրավունքների պաշտպանն է իր հարցազրույցների ընթացքում նշել եւ հիմա դա ընթացքի մեջ է իհարկե։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել գործնական խնդիրներ, ինչպես նաև կրթահամալիրի գործունեության թերի իրավական կարգավորումները, որոնք հանգեցնում են երեխաների իրավունքների խախտումների։ Կարող եմ նշել փոքր մհերի կանոնադրության հետ կապված խնդիրների մասին, երբ կարդում են կանոնադրությունը, այնտեղ կան կարգապահական տույժեր, որոնց թվում կան երեխային ընտանիքի հետ տեսակցությունից զրկումը եւ մշակութային եւ սպորտային միջոցառումների մասնակցությունից զրկումը, ինչը արդեն ակնհայտ կերպով ոտնահարում է երեխաների իրավունքը, որոնք սահմանված են եւ երեխաների իրավունքների մասին կոնվենցիայով եւ մեր օրենքով երեխաների իրավունքների մասին, քանի որ օրենսդրությունը եւ փորձը միջազգային խրախուսում է երեխաների կապը ընտանիքի հետ, ինչպես նաև երեխաների մասնակցությունը սպորտային եւ մշակութային միջոցառումներին։ Դա անպայման խնդիր է եւ դրա մասին մենք արդեն իսկ բարձրաձայնել ենք։ Երեխաների իրավունքների ոտնահարման դեպքեր միայն հաստատություններում կամ պետական կառույցներում չէ, որ գրանցվում են։ Ակնառու օրինակ է հայկական ծնողավարման մեջ վաղուց արմատավորված այսպես կոչված դաստիարակչական ծեծը կամ ապտակը։ Այն երեխայի նկատմամբ որոշակի հաճախականությամբ կրկնվող ֆիզիկական ուժի գործադրման դրսևորում է։ Այստեղ իհարկե խնդիրը նա չէ, որ մեր ընտանիքները տենց հակում ունեն անընդհատ երեխաներին բռնության ենթարկելու, այլ ամենամեծ խնդիրը նա է, որ իրենք չգիտեն դրական ծնողավարության մասին։ Այսինքն թե ինչպես վարվել երեխայի հետ, երբ օրինակ երեխան կամակորություն է անում,
չի լսում ծնողներին կամ ինչպես նենց բան է անում, որ ասենք ծնողների դուրը չի գալիս։ Երեխայի իրավունքները լավագույնս պաշտպանելու համար նախ եւ առաջ հարկավոր է իրազեկ լինել դրանց մասին։ Օրինակ, երեխայի իրավունքների ոտնահարում է, երբ բուժհաստատությունում հրաժարվում են բժշկական անվճար ծառայություն մատուցել մինչև 7 տարեկան երեխային, պատճառաբանելով, թե սպառվել են պետպատվերի շրջանակներում հատկացված տեղերը, կամ երբ ներառական դպրոցում մերժում են հաշմանդամություն կամ կրթական հատուկ կարիքներ ունեցող երեխաների ընդունելության դիմումը եւ այլն։ Էդուարդ Իսրայելյանը հավաստում է, մեր երկրում թերևս ամենից խոցելի են մանկատներում, գիշերօթիկ խնամքի հաստատություններում եւ հատուկ հանրակրթական հաստատություններում գտնվող երեխաները։ Նրանց թիվը հանրապետությունում գերազանցում է 4000-ը։ Առաջնահերթ խախտվում է երեխաների ընտանիքում ապրելու իրավունքը։ Ընտանեկան արժեքների խթանումը երեխայի իրավունքների ապահովման հարցում հատկապես կարևոր է։ Ներառական դպրոցների արկայության ֆոնին ոտնահարվում է նրանց հանրակրթական դպրոց հաճախելու, հասարակությունից չմեկուսացվելու իրավունքը եւ իհարկե արկա չեն բավարար երաշխիքներ առ այն, որ այդ երեխաները պաշտպանված են բռնությունից։ Միջազգային փորձն ցույց է տալիս, որ եթե կան հաստատություններ, ապա նաև կա բռնություն։ Օրինակ, մի քանի տարի առաջ այդ Նուբարաշենի գիշերօթիկի դեպքը կարող եմ ձեզ նշել, Բյուրեղավանի գիշերօթիկի դեպքը ձեզ կարող եմ նշել, որտեղ ակնհայտ երևաց երեխաների իրավունքների խախտումները եւ ցավոք սրտի հաստատությունները դրանք այն խնամքի վայրերն են, որտեղ իրականացված, ասենք, բռնությունը մնում է պատերի ներսում, այսինքն շատ քիչ է լինում, որ այդ բռնության դեպքերի մասին լայն հասարակությունը իրազեկվում է եւ կարողանում է նորմալ արձագանք տալ։ Երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում ստեղծվել է հատուկ երեխաներ բաժինը, որտեղ հնարավորինս մատչելի եղանակով ներկայացված են երեխաների հիմնական իրավունքները։ Հատուկ սկզբունքով մշակված այս մասնագիտացված բաժինը նախատեսված է ինչպես երեխաների, այնպես էլ ծնողների ու մասնագետների համար։ Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից երեխաների իրավունքների հնարավոր խախտման դեպքերի մասին անհրաժեշտ է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, քանի որ նույնիսկ մեկ դեպքը կարող է համակարգային լուրջ փոփոխությունների պատճառ դառնալ։ Այն կարող է նաև ունենալ կանխարգելիչ նշանակություն երեխաների իրավունքների խախտումները հետագայում բացառելու համար։ Ոչ հեռավոր անցյալում հաշմանդամության արկայությունն անձի հասարակությունից մեկուսացվելու, սեփական իրավունքների մասին անգամ գաղափար չունենալու մասին դատավճիռ էր։ Այսօր շատ բան իհարկե այլ է, բայց դեռ շատ վաղ է ասել, թե մեր երկրում արկային հաշմանդամություն ունեցող մարդկանց ազատ կյանքի ու գործունեության բավարար պայմաններ։ Խնդրին հատկապես սուր են բախվում հաշմանդամություն ունեցող երեխաներն ու նրանց ծնողները, քանի որ հայտնի է, մարդու ինտեգրումը հասարակություն պետք է տեղի ունենա վաղ մանկական տարիքից։ Հետևաբար, որքան շուտ երեխաները առվի հասարակություն, այնքան ավելի մեծ է դրա լիարժեք անդամը դառնալու հավանականությունը, ինչը չի կաշկանդի նրան կյանքում, ու ապագայում մենք ունենանք ոչ թե խղճահարության թիրախ, այլ լիարժեք կենսագործունեություն ծավալող անհատ։ Հաշմանդամություն ունեցող դպրոցահասակ երեխայի մայրիկի մտահոգությունն այսօր ավելի քան պարզ է։ Երեխան մեծ դժվարությամբ է ամեն օր հասնում դպրոց ու գրեթե չի մասնակցում սպորտային մշակութային կյանքին։ Հարմարեցված ճանապարհների եւ տրանսպորտային միջոցների բացակայություն, շենքային պայմանների հարմարեցվածության բացակայություն։ Նա դիմում է գրում պաշտպանին, հայտնելով իր մտահոգությունը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել է և շրջանառության մեջ է դրվել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական աջակցության և իրավունքների պաշտպանության մասին օրենքի նախագիծը, որի ընդունումը բխում է հաշմանդամություն ունեցող անձանց մասին ՄԱԿ-ի կոնվենցիայից, որը Հայաստանը վավերացրել է տարիներ առաջ, եւ որն է իմաստը այս օրենքի, կոնվենցիան պարտադրում է պետություններին ունենալ մի իրավական ակտ, օրենք, որը կարտացոլի են նույն դրույթները, ինչ ունի կոնվենցիան, որով պետությունը պետք է հստակ նշի այն ուղղությունները, որով պետք է աշխատանք տարվի, պետք է նշի այն իրավունքները, որոնք ունեն հաշմանդամություն ունեցող անձինք, եւ այդ անձանց սոցիալական ներառման մեխանիզմները։ Տրամաբանությունն այն է, որ հաշմանդամություն ունեցող անձինք պետք է ունենան բոլոր այն հնարավորությունները, ինչն ունի հաշմանդամություն չունեցող անձը։ Օրենքի նախագծով կենսագործունեության սահմանափակումը կապվում է անձի առողջական խնդիրների հետ։ Մինչդեռ միջազգային պրակտիկան եւ կոնվենցիան ասում են, որպեսզի կենսագործունեության սահմանափակումը կապվի շրջապատի հետ։ Այսինքն, եթե միջավայրը համապատասխան հարմարեցված լինի հաշմանդամություն ունեցող անձի համար, նրա կենսագործունեությունը որևէ կերպ չի սահմանափակվի, եւ այդ սահմանափակումը ընդհանրապես ֆիզիկական առանձնահատկության հետևանք չէ, այլ նրա հետևանք է, որ օրինակ ճանապարհները հարմարեցված չեն, ինչպես եթե այդ նույն ճանապարհը չլիներ այնպիսին, ինչպիսին մենք ունենք այսօր, հաշմանդամություն չունեցող անձի համար էլ հարմար չէ լինի եւ հետեւաբար կենսագործունեությունը սահմանափակված կլիներ։
Այս, ինչպես եւ շատ այլ խնդիրներ, ոչ միայն օրենսդրական կարգավորման առարկա են, այլ նաեւ կապված են իրավակիրառ պրակտիկայի հետ, քանզի հայտնի է, մեր երկրում օրենքները հաճախ գործնականում այլ դրսևորում են ստանում։ Այսպես, օրինակ, եթե տասնամյակներ առաջ շինությունների կառուցման ժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները հաշվի առնելու խնդիր չէր դրվում, ապա այսօր պահանջներն ավելի քան հստակ են սահմանված, ինչն ավաղ չի նշանակում, թե բոլոր նորակառույց շինությունները հարմարեցված են հաշմանդամություն ունեցող երեխաների ու մեծահասակների կարիքներին։ Մենք ունեցել ենք տարիներ առաջ դիմում նոր կառուցվող շենքի վերաբերյալ, երբ շենքը չէր համապատասխանում շինարարական նորմերին եւ ըստ էության չէր նախատեսված հարմարեցման որևէ միջոց հաշմանդամություն ունեցող երեխաների համար եւ Մարդու իրավունքների պաշտպանը խախտման որոշում է կայացվել, որից հետո արդեն սկսվել է այլ ընթացակարգ, այսինքն որոշակի առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների համար հարմարեցումներ են նախատեսվել շենքում։ Պաշտպանի աշխատակազմ մեծ թվով դիմում բողոքներ են հասցեագրվում նաև հաշմանդամություն ունեցող անձանց դարձյալ ճանապարհների ու շենքային պայմանների պատճառով մշակութային կյանքից կտրված լինելու, նույնատիպ պատճառներով բուժսպասարկման ոչ մատչելի լինելու վերաբերյալ։ Մեծ խնդիր է նաև հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի իրավունքը, որը որոշ չափով կարգավորվեց օրենքով, երբ քվոտա սահմանվեց, թե մասնավոր կազմակերպությունների, թե պետական մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունման հետ կապված, բայց այստեղ խնդիրը ավելի համակարգային է, քանի որ գալիս է կրթությունից, եւ եթե մենք չենք կարողանում ապահովել օրինակ բարձրագույն կրթության ոլորտում հաշմանդամություն ունեցող անձանց կրթությունը, հետեւաբար իրենք արդեն աշխատաշուկայում որոշակի առումով կարելի է ասել մրցակցությունից դուրս են մնում։ Այսինքն քվոտայով միայն հարցը լուծվում է մասամբ, սակայն պետք է համակարգային լուծել, սկզբում վերականգնել կամ ապահովել բարձրագույն կրթության իրավունքի ստացումը հաշմանդամություն ունեցող անձանց կողմից, հետո արդեն ամեն ինչ բնական ավելի կզարգանա, քան քվոտայի միջոցով, որովհետև այդ անձինք կունենան համապատասխան կարողություններն ու մասնագիտական գիտելիքները եւ կկարողանան արդեն մրցակցության մեջ մտնել հաշմանդամություն չունեցող անձանց հետ աշխատաշուկայում։ Պաշտպանի աշխատակազմի առաջնային խնդիրն է հետևողական աշխատանք տանել ինչպես հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ու լրագրողների, այնպես էլ պետական այլ մարմինների հետ, որոնք պատասխանատու են այս ոլորտի քաղաքականության համար։ Թերևս գոյություն չունի մարդու կենսագործունեության մի ոլորտ, ուր չգրանցվեն վերջինիս իրավունքների խախտումներ։ Նույն տրամաբանությամբ պաշտպանի աշխատակազմի գործունեությունն ընդգրկում է քաղաքացու կյանքի ու գործունեության գրեթե բոլոր ճյուղերը։ Ահա եւս մի քանի օրինակ։ Տիկնոջ թիկունքում աշխատանքային 40 տարվա պատմություն է։ Եկել է թոշակի անցնելու ժամանակը։ Նա ունի բոլոր փաստաթղթերն ու վստահ է, որ կենսաթոշակի ամսական գումարը կազմելու է 55,000 դրամից ավելի, բայց այսօր նա կանգնած է փաստի առջև։ Նրան հայտնել են, որ ամսական 45,000 դրամ է ստանալու։ Տարեկան 120,000 դրամ կորցնելու միտքը նրան անընդունելի է թվում։ Նա դիմում է պաշտպանի աշխատակազմ։ Տիկնոջ դիմումի հասցեատերը մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային իրավունքների պաշտպանության վարչությունն է։ Խումբը իրավունքների, որոնցով շատ բողոքներ է ստանում մարդու իրավունքների պաշտպանը, դրանք սոցիալական իրավունքներն են եւ որոնց մեջ մտնում են գերակշիռ թիվը կազմում են կենսաթոշակների հետ կապված բողոքները։ Պետական կենսաթոշակներով անձինք դիմում են իրենց ստաժի հաշվառման, վերահաշվարկների հետ կապված, ինչպես նաև որոշակի կենսաթոշակների տեսակների նշանակման, մասնակի, արտոնյալ պայմաններով, որովհետև կենսաթոշակային օրենսդրության բազմազանությունը եւ բարդությունը այդ դրանից բխող բազմաթիվ բողոքներ է առաջացնում հենց պետական մարմնի գործառույթների հետ շփվելիս քաղաքացիների։ Աշխատակազմ հաճախ են դիմումներ հասցեագրվում նաև նպաստների, հատկապես անապահովության նպաստների առնչությամբ։ Մասնագետները դա պատճառաբանում են նրանով, որ համակարգը դեռ նոր է, ինչպես նաև մեծ է մարդկային գործոնի ազդեցությունը։ Արդյունքում ունենք դեպքեր, երբ իրապես դրա կարիքն ունեցողը կարող է չընդգրկվել անապահովության համակարգում ու չստանալ հասանելի նպաստը։ Այս հարցում օրինակ համատեղ արդյունավետ աշխատանք է տարվում Երևանի քաղաքապետարանի հետ։ Ամենաշատը Երևանի քաղաքապետարանի գործառույթներից բխող իրավունքների իրացման հետ կապված բողոքներն են, որոնց մեջ մտնում է նաև մարդու սեփականության իրավունքը, կապված ապօրինի շինարարությունների հետ, աղմուկի հետ եւ այլն։
Այստեղ կարևոր մի հանգամանք պետք է գիտություն ընդունել։ Եթե արկա է գրանցված սեփականության իրավունք եւ անձը վիճարկում է մեկ այլ անձի սեփականության իրավունքը, ապա մարդու իրավունքների պաշտպանը չի կարող քննարկել տվյալ բողոքը, քանի որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից բացառությամբ դատական կարգով օրենքով սահմանված դեպքերի։ Իսկ եթե խնդիրներ են ծագել սեփականության իրավունքի գրանցման փուլում, պաշտպանի աշխատակազմի համապատասխան վարչությունը գործին ընթացք է տալիս։ Պաշտպանի աշխատակազմի խնդիրն է ոչ միայն գրանցել բարձրաձայնվող խնդիրները, հնարավորության եւ իրավասության սահմաններում ընթացք տալ դրանց, այլ նաեւ նկատելով, որ կոնկրետ խնդրի լուծումը պահանջում է օրենսդրական փոփոխություններ, գործը փոխանցել իրավական վերլուծության վարչություն, ինչի արդյունքում կարող է առաջարկ ներկայացվել դիմել սահմանադրական դատարան կամ իրավասու այլ մարմին։ Հայաստանի Հանրապետությունը դեռևս զարգացող ժողովրդավարության պետություն է, փաստ, որն անդրադառնում է նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին։ Օրենքներ, որ կարող են պարզապես գոյություն չունենալ, բացեր կամ հակասություններ պարունակող օրենքներ, իրավասու մարմինների ոչ լիարժեք աշխատանք, կարծրատիպեր, տեղեկատվության պակաս, այս ամենը շտկելու համար կամք ու ժամանակ է անհրաժեշտ, ճանապարհ, որն անցնելիս պարզապես անհնար է չդիմել ավելի զարգացած երկրների օրինակին ու փորձին։ Մարդու իրավունքների պաշտպանի միջազգային համագործակցության վարչությունը պաշտպանի աշխատակազմի այն կարևոր ստորաբաժանումն է, որը պատասխանատու է միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև այլ երկրներում մարդու իրավունքների ազգային հաստատությունների հետ համագործակցության համար։ Մարդու իրավունքների պաշտպանի միջազգային վարչությունը ապահովում է միջազգային համագործակցությունը, միջազգային կազմակերպությունների եւ մարդու իրավունքների պաշտպանության օտարերկրյա հաստատությունների միջև։ Այս համագործակցությունը հնարավորություն է տալիս մասնակցել միջազգային գործընթացներին, իրազեկ լինել, միջազգային ստանդարտների մասին, միջազգային լավագույն փորձի մասին եւ հետագայում իրականացնել դրանց ներդրման աշխատանքները Հայաստանում։ Հաջորդ կարևոր հանգամանքը միջազգային համագործակցության ոլորտում հնարավորություն է ընձեռվում նաեւ մարդու իրավունքների պաշտպանության առանձին ոլորտների վերաբերյալ զեկույցներ ներկայացնել միջազգային կառույցներին, դրանով իսկ տեղեկացնել միջազգային հանրությանը Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին։ Առանձին ոլորտներում աշխատում ենք երեխաների պաշտպանության ոլորտում, եվրոպական չափանիշների ստանդարտների ներդրումը Հայաստանում զինված ուժերում, փախստականների հարցով սերտ համագործակցություն ունենք ՄԱԿ-ի, ԵԱԿ-ի, Երևանյան գրասենյակի, Եվրոպայի խորհրդի, Եվրոմիության եւ այլ գործընկեր դեսպանատների հետ։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բազմաֆունկցիոնալ կառույց է, որի յուրաքանչյուր օղակ մասնագիտացված է նկատելու, վերհանելու եւ լուծման եղանակներ գտնելու քաղաքացու կյանքի եւ գործունեության առանձին ոլորտներում ծագող խնդիրներին։